Մենք այստեղ ունենք բրենդային անվանում, հիվանդը ինքն է ընտրում, որ երկրի տեղորայք է ուզում։ Սոցիալական կարգավիճակ ունեցող անձիկ սիրտանոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի բուժման դեղերը անվճար եւ արտոնյալ պայմաններով արդեն կարող են ստանալ նաեւ դեղատներից։ Ապրիլի 1-ից մեկնարկել է առողջապահության նախարարության պիլոտային ծրագիրը, որին միացել է մոտ 100 դեղատուն։ Ծրագիրը ունի շատ առավելություններ, որոնցից մեկը նախ ֆինանսական պահն է հիվանդների, որ կարող են մոտենալ, ինչպես նշեցի, վերցնել դեղորայքը անվճար կամ զեղչով, 50% զեղչը ինչքան արդեն նշված կլինի տվյալ ծրագիրը վերահսկվում է առողջապահական մարմինների կողմից։ Առողջապահության նախարարությունը դեղատների հետ կնքում է պայմանագիր, լիազոր մարմնի կողմից հաստատվել է հրապարակային օֆերտայի պայմանագրի օրինակելի ձև, որը տեղադրված է առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում, մյուս հավելվածով հաստատված է ակցեպտը։ Ծրագրով քաղաքացին կկարողանա նաև նշանակված դեղի փոխարեն դեղատնից վերցնել նույն ազդող նյութով, սակայն այլ առևտրային անվամբ դեղորայք նախարարության հաստատած փոխհատուցվող դեղերի ցանկից։ Եթե նախկինում մենք տրամադրում էինք պետության կողմից մեզ տրամադրված դեղորայքը եւ հիվանդը իրավունք ուներ կոնկրետ միայն այդ դեղորայքը ստանալ, ներկայումս մենք գրում ենք դեղորայքի ազդող նյութը էլեկտրոնային դեղատոմսով եւ քաղաքացին դեղատնից կարող է իրեն նախընտրած դեղանունով դեղը ստանալ։ Եթե շահառուն ընտրում է դեղամիջոց, որի արժեքը բարձր է նախարարության հաստատած փոխհատուցման չափից, ապա տարբերությունը վճարում է բուժառուն։ Պետությունը փոխհատուցում է այնքանի, ինչքանը որ տրամադրում է տվյալ դեղի համար։ Քանի որ ծրագիրը պիլոտային է, քաղաքացին կարող է շարունակել դեղերը ստանալ պոլիկլինիկայից, ինչպես հիմա անում է։ Փորձնական ծրագիրը կավարտվի հոկտեմբերին։ Դրա արդյունավետությունը բացերը նախարարության մասնագետները կգնահատեն մոնիթորինգի միջոցով։ Արամ Մարանդյան, Հովանես Քյուրքչյան, լուրեր։